Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված 60 և ավելի տարեկան անձանց համար, ծրագրի շրջանակում մենք անդրադառնում ենք բոլոր այն թեմաներին, որ հետաքրքրում են ավագ սերնդի մեր ներկայացուցիչներին, այնպես որ նորթափի երկրորդ շնչառություն վերցրեք այսօրվա մեր թեման բացարձակապես դրական է, մենք հյուրընկալել ենք Երևանի ավագանու անդամներին Նատալի Սինորյանին և Դիանա Քերոփյանին, որ հեղինակել են այն նախագիծը, երբ 100 տարին բոլորած անձինք Երևան քաղաքում բնակվող և հաշվառում ունեցող ենթադրում եմ, ստանում են դրամական պարգև երկարակեցության համար, եթե թվեք այսպես ասել, ողջույն, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք և տաղավարում եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Ասացեք քննրեմ Նատալի գաղափարը ում գլխում հղացավ, երբ որոշեցիք, որ կարող ենք այսպես խրախուսել մեր քաղաքային բյուջեից մեր երկարակյացներին։ Իրականում այդ նախագիծը բավականին երկար ճանապարհ է անցել։ Ամիսներ առաջ 2024 թվականի մայիս-հունիսին ինձ եւ Տիկին Քերոփյանին դիմել էր մի 100 տարեկանը դրացած տատիկ, քաղաքացի եւ հարցնում էր արդյոք ինքը ունի որոշակի դրամական աջակցություն կամ որևիցե պարգև, քանի որ ինքը 100 տարեկան է դարձել։ Մենք ուսումնասիրեցինք ոլորտը, թե կառավարության որոշումները եւ թե օրենսդրական եւ ավականու որոշումները, տեսանք, որ անկախությունից ի վեր մենք չենք ունեցել նախագիծ օրենքով կարգավորված, որ իրենց հատուկ ինչ-որ գումար սահմանվի, եւ որոշեցինք Տիկին Քերոփյանի հետ, որ նախագիծ շրջանառենք, որ կխրախուսի եւ որպես համայնք մենք սոցիալական պատասխանատվություն կկրենք այն քաղաքացիների հանդեպ, ովքեր մեկ դարը իրենք ապրում են հենց Երևան համայնքում։ Սկսեցինք գրել նախագիծը, այն բավականին երկար ճանապարհ անցավ, գրեթե բոլոր գերատեսչություններով պատտվեց եւ արդեն 2024 թվականի նոյեմբերի ավականու մեր նիստով ընդունվեց այդ պահին ներկա բոլոր ավականների կողմից միաձայն տարբերակով։ Հատուկ են դեպքերից է, չէ, որ թերև դեմ կողմեր չկան, բոլորը ոգևորվածությամբ ասել, որ հենց հատուկ են դեպքերից է, որ միաձայն անցավ տվյալ նախագիծը եւ արդեն ֆիքսվեց 2025 թվականի բյուջեով եւ արդեն սկսեցին տվյալ փոխանցումները կատարել եւ արդեն այցելել 100 տարեկանը լրացած մեր տատիկ պապիկներին։ Ինքնուրույն ասացեք, խնդրեմ, միջազգային փորձ կամ հարևան երկրների փորձ ուսումնասիրվել է այսպիսի նախադեպ, որ մարդկանց խրախուսեն երկարակեցության համար։ Որոշակի նախադեպեր կան, ուսումնասիրություններ կատարվել են, ինչպես նաև հին հիշողությունները մեր քաղաքացիների, որ մինչ անկախության մեր տարիները, այսինքն խորհրդային տարիներին եղել են նման դրամական աջակցություններ եւ տարիցների մոտ հիշողություններում պահպանվել է դա։ Հենց 100 տարեկաններին եւ նույնիսկ չլին, այո, հենց 100 տարեկաններին եղել է ժամանակին, բայց նույնիսկ այս վերջին 30 եւ ավելի տարիներին բացակայության պարագայում իրենց հիշողությունները դեռ պահպանված են ու իրենք դեռ հիշում են ու պահանջում։ Հիշում են եւ պահանջում են միանշանակ, այո, հենց այդ տարեցի դիմելը դրա հետ էր կապված, որ իրեն այցելել էին վարչական շրջանի ղեկավարը ծաղկե փնջով, քաղցրավենիքով եւ որոշակի սիմվոլիկ նվերով։ Ժամանակին եղել են կամ կենցաղային որոշակի տեխնիկա կամ ինչ որ անկողնային պարագայի ինչ որ կոմպլեկտ, բայց տարեցները սպասել են ավելինին, որովհետև հիշողություններում ունեցել են, որ ավելին հնարավոր է։ Մենք ուսումնասիրելով մեր օրենսդրական բոլոր ներկա գործող ակտերը, տեսանք, որ նման կարգավորում այլևս չկա։ Եվ թողնել են համայնքների ղեկավարներին, քաղաքապետարան եւ վարչական շրջանների հայեցողությանը ուշադրության նշաններ են, որ շակի իրենց մատուցում, բայց դա բոլորովին թղթից դուրս ինչքան կկամենան, ինչքան երբ կհիշեն, այսպես է կարգավորում չկա։ Բոլորին հիշում են, բայց փոքրիկ է իրենց հայեցողությամբ է եւ մենք մտածեցինք, որ արժե մեկ դար ապրած մեր քաղաքացիներին ավելի պատվել։ Եվ մտածեցինք այս նախագիծը ինչպես անել, գումարի համար էինք բավականին մտածում, ավել թե պակաս, հետո զուգահեռ անցկացրեցինք 100-ը 1 միլիոնի հետ, որ այդպես եւ առաջին վճարումները արդեն իսկ եղել են հունվար ամսից սկսած շուրջ
մոտ 10 քաղաքացի արդեն ստացել են։ Ինչ իրավական ակտով է կարգավորվում, ովքեր են շահառուները եւ արդյոք դա միանվագ տրվող գումար է թե պարբերաբար։ Տեսեք, իրավական ակտը ավականու որոշումն է, որը մենք ընդունեցինք 2024 թվականի նոյեմբերի 17-ին եւ հենց անմիջապես հաջորդ օրվա ինքը իրավական ուժ ունի եւ սկսել է կիրառվել 2025 թվականի հունվարի 1-ից։ Նախագիծը ունի առանձնահատկություն, որ ոչ միայն արդեն այն տարածում է նաեւ այն քաղաքացիների վրա, ում 100 տարեկան արդեն իսկ լրացել է այդ պահին։ Եվ մենք ընդհանուր ունենք 48 քաղաքացի, որոնց մի մասը արդեն լրացել է իրենց 100-ամյակը, մյուս մասը պետք է 2025 թվականին իրենց 100-ամյակը լրանա եւ մենք արդեն 31 քաղաքացու փոխանցում ենք կատարել իրենց 1 միլիոն դրամները, իսկ մնացածինը արդեն 2025 թվականի ընթացքում կսկսենք փոխանցումները կատարենք։ Նշենք, որ Երևանի քաղաքապետ պարոն Ավինյանի հետ մենք շաբաթներ առաջ Տիկին Քերոբյանի հետ այցելել էինք այն քաղաքացիներին, ովքեր որ ստացել են հենց 1 միլիոն դրամ իրենց փոխանցած էմոցիաները եւ ամեն ինչը շատ դրական էին եւ երկու տատիկի էինք այցելել, որոնք ունեին շատ մեծ փորձառություն, իրենցից մեկը բժշկական ոլորտում էր աշխատել երկար տարիներ, իսկ մյուսը ուսուցչուհի էր եւ իրենց հուշերում սենց բավականին հետաքրքիր եւ մեծ շնորհակալական խոսք կար, որ մենք իրենց ուշադրություն ենք դարձել եւ դա հենց մեր քաղաքական հանձնառությունն է տարեցներին միշտ ուշադրության կենտրոնում պահելը։ Հրաշալի ամենաբարի բաներից հաշվի առնելով որ բոլորս էլ ի վերջո հասնելու ենք հուսանք որ հասնելու ենք բնականաբար ինչ է նախատեսված այն մարդկանց համար որ կենսաթոշակառու են այսինքն 65 եւ ավելի տարեկան են որովհետեւ այս փոփոխությունից հետո ինձ մեզ հետ կապվում են մարդիկ եւ ասում են որ իրենք էլ խրախուսանքի կարիք ունեն 85 են բա մեզ ինչ 90 են ինչ կարող են ասել այդ մարդկանց որ լսում են մեզ հիմա Ֆելա ջան 100 ամյակը դա ոնց որ խորհրդանշական թիվ է եւ 65 եւ ավելին համարվում են թոշակառուներ մեր ավակ սերունդը իրենց համար միգուցե հետագայում համապարփակ ապահովագրության շրջանակներում առաջինը իրենց է լինելու ապահովագրության փաթեթը իրենց է տրվելու բայց ներկա պահին դրամական աջակցություն իրենց ապրած տարիների համար դեռ նախատեսվում է միայն 100-ամյակը բոլորած բնակիչներին խորհուրդ կտանք իրենց առողջ ապրել առողջ ապրելակերպ այո լավագույն խթանն է այո առողջ ապրելակերպ ինչպես նաև իրենց հարազատներին ավելի ուշադիր խնամքով հարգալից վերաբերվել իրենց ավակ սերնդին որպեսզի կարողանան հասնել 100-ամյակը բոլորեն Էլ չասենք որ պետական քաղաքականության հիմքում այն մոտեցումն է որ 65 տարեկան մարդը դեռ աշխատունակ է ունի մեծ պոտենցիալ եւ կարող է եւ պետք է արդյունք ստեղծի այլ ոչ թե ակնկալի եւ մեր փորձն ցույց է տալիս եթերում կան մարդիկ եւ շփվում ենք զանգահարում են իրենք իսկապես մեծ պոտենցիալ ունեն սոցիալական ձեռնարկատիրության մեջ ընդգրկվելու տարբեր ծրագրերում իրենք էլ ուզում են աշխատել մեծ մասը այո Նատալի մեր զրույցում դուք ասացիք որ այս փորձը հույս ունեք որ վարակիչ կլինի մարզերում եւ քաղաքային համայնքներում Այո հենց մեր նախագիծը ընդունելով երբ որ ես ելույթ ունեցա ես հույս հայտնեցի որ այս նախագիծը նախադեպային կլինի եւ Սյունիքից միջև Տավուշ մեր բոլոր համայնքներում այն վարակիչ կլինի եւ մեր մնացած գործընկերները նույնպես նմանատիպ նախագիծ կընդունեն իրենց համայնքում 100-ամյակը լրացած քաղաքացիների համար եւ ես արդեն մեր մյուս գործընկերներից ովքեր որ այլ համայնքներից են արդեն ինձ զանգահարում են նախագծի տեսքն են ուզում տեսնեն մանրամասները որպեսզի իրենք էլ որոշակի փոփոխություններ կրեն եւ ես լիահույս եմ որ մոտ ժամանակահատվածում մենք մեր բոլոր համայնքներում նմանատիպ նախագիծ կունենանք նշեմ նաեւ շարունակելով Տիկին Քերոբյանի խոսքը նշեմ որ մենք մեր թոշակառուների համար հանրային տրանսպորտից օգտվելու գործընթացում ֆիքսել ենք 30% զերծ եւ այն քաղաքացիները ովքեր ունեն առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն, իրենք առհասարական վճար են երթևեկելու եւ իրենք կարող են օգտվել եւ եւս մեկ անգամ ես լրացուցիչ խրախուսում օգտվելավ առիթից տեղեկացնում եմ քաղաքացիներին, որ մոտենան եւ ակտիվացնեն իրենց փաթեթները։ Հիշեցում որպես հիշեցում շատ ակտիվ լսում են մեզ, եթերի ժամը բաց չեն թողնում, կրկնությունները նույնպես նայում են։ Դիանա, ասացեք, ընտրեմ թե երբ այցելեցիք տատիկներին, կարծես թե երկու դեպքում էլ տատիկներ էին, ինչ զգացողություններ դուք ունեցաք
ժամանակ եւ իրենց համար արդյոք անակնկալ էր մի քիչ ավելի զգայական կուզեմ պատասխանը լինի թե արդյոք այդ ուշադրությունն է կարևոր, գումարն է կարևոր։ Իրականում շատ հուզիչ էր նաև մեզ համար, որովհետև իրենք սպասում էին եւ իրենք շատ շնորհակալական խոսքեր ասեցին։ Մենք լսեցինք մեծականակ օրհնանքներ եւ շնորհակալական խոսքեր, որ շնորհակալ եմ, որ իրենց չենք մոռացել, իրենց ներկայությունը կա եւ իրենց այցելել ենք։ Մեկ տատիկը ուսուցչուհի էր, հիշեց իր դասավանդման տարիները իր ուսանողներին, մյուս տատիկը բուժ աշխատող էր, այսինքն երկուսն էլ կերտել են սերունդներ, մեկը հոգևոր առողջությունը, մյուսը ֆիզիկական առողջությունը, եւ մենք այս նախագծի արդյունքում մենք ինքներս շատ հուզված եւ գոհ էինք տատիկների այդ վերաբերմունքից, ասեմ, որ նաեւ ընտանիքի անդամներն էին շատ հուզված եւ շատ շնորհակալ քաղաքային իշխանություններին եւ իսկապես ինչպես նշեց Նատալին, շատ լավ կլինի, որ վարակիչ դառնա, քանի որ այլ համայնքներից նաեւ դիմում են, օրինակ ես ունեմ Արմավիրի մարզից 98-ամյա մի ծանոթ պապիկ, որ ասում է, իսկ ինչի մեր վրա չի տարածվում, ասում ենք, որպիսի ձեր վրա տարածվի, պիտի ձեր համայնքը կարողանա դա ընդունի, մենք առաջինն ենք, թող լինենք առաջին ծիծեռնակը մնացած համայնքների համար, որպիսի իրենք էլ կարողանան այս նախագիծը ընդունել եւ իրենց ավակ սերնդին պարգևատրել իրենց երկարակեցության համար։ Օգտվելով առիթից եւ այս մեր հանդիպումից, ասեմ, որ երկրորդ շնչառության շրջանակում մենք ներկայացնում ենք պլյուս-մինուս 100 ծրագիր է, որի ժամանակ ցույց ենք տալիս այն մարդկանց, որ արդեն բոլորել են 100-ը եւ շատ մոտ են եւ այցելում ենք իրենց կյանքի պատմությունն ենք ցույց տալիս, ես շնորհակալ կլինեմ, որպեսզի բոլոր այն մարդիկ, որ ձեր շահառուներն են, այս ծրագրի շահառուներն են, նաեւ մենք ունենանք հնարավորություն նրանց հետ հանդիպելու եւ բարձրաձայնելու, որովհետեւ եթե մենք Արմավիրցի պապիկին ցույց տանք, իր ցանկությունը հայտնենք, ինչպես եղել էր նախագիծը հեղինակած, հղացած կնոջ դեպքում, հնարավոր է, որ տեղի իշխանություններն էլ որոշակի, այսպես ասած, փափուկ ճնշում զգան եւ բյուջեի միջոցներ գտնեն։ Նատալի, ասացեք, խնդրեմ, ընթացակարգը քաղաքացիները դիմում են որ համակարգին, երբ ինչ ժամկետներում է հնարավոր լինում այդ գումարը ստանալ։ Հիմա նշեմ, քաղաքացին երբ որ իր 100-ամյակը լրանում է, մեր համապատասխան վարչության աշխատակիցները գնում են իրենց այցելում են, տեսնում են իրենց իրավիճակը, եւս մեկ անգամ շնորհավորում են, հետո արդեն ավտոմատացված տվյալները համապատասխան գերատեսչություններից մեզ մոտ գալիս են։ Օրինակ, որ մենք նախագծի մեջ նշել ենք, որ պետք է անպայման լինի քաղաքացի եւ վերջին 5 տարին պարտադիր բնակություն հաստատած լինի Երևան քաղաքում։ Այդ ամբողջ տվյալները մենք ստուգում ենք, այսինքն քաղաքացին որևիցե տեղ չի դիմում։ Եվ արդեն հայ փոստի ծառայության միջոցով գումարը համապատասխանաբար փոստատարը տանում է եւ հասցնում է տատիկին կամ պապիկին։ Այսինքն տարեցը որևիցե տեղ գնալու կարիք չկա, մենք ինքներս ենք իրենց գտնում եւ ավտոմատացված համակարգով համապատասխան գերատեսչություններից տվյալները վերցնում ենք մեր գործընկերներից։ Եվս մեկ անգամ հիշեցնենք թվերը, այս տարի 2025-ի համար 40 անձի մասին էր խոսքը, որ 100 տարեկան են եւ ավելի, 48 ներողություն, իսկ բոլորած եղել են, այսինքն հետադարձ ուժը իրենց վրա էլ է տարածվում, իրենց առաջին հերթին վճարումները կատարվում են եւ 2025 թվականին եւս 24 անձի 100-ամյակ է լրանալու եւ տարվա ընթացքում ումը լրանալու է, իրենց այցելելու են, տեղեկացնելու են, որ իրենք ունեն ստանալիք եւ այլևս հավելյալ ոչ մի գործողություն չի պահանջվում քաղաքացիներից։ Միակ պահանջը վերջին 5 տարին հաշվառված լինելն է Երևան քաղաքում։ Բոլոր տվյալները ստանում են սոցիալ նախարարությունից եւ ոստիկանությունից, միգրացիոն ծառայությունից, որ վերջին 5 տարին հաշվառված է։ Ոչ մի հավելյալ փաստաթղթեր, ոչ մի դիմելու անհրաժեշտություն եւ փոստատարի միջոցով, քանի որ գիտենք տարեցները հիմնականում իրենց թոշակը ստանում են փոստատարի միջոցով, չունենալով հնարավորություն օգտվել բանկային համակարգից եւ քարտերից, իրենց այցելում է փոստատարը եւ հանձնում է իրենց
վաստակը 1 միլիոն դրամը։ Հրաշալի նվեր է։ Դիանա, իսկ հետադարձ, այսինքն այն հատվածը, որ որոշում կայացվեց մարդիկ, որ արդեն 100-ն անց են, դա ընթացքում, կիրառման ընթացքում իհայտ եկավ, թե ի սկզբանե նախատեսեցիք։ Ի սկզբանե նախատեսել ենք։ Ի սկզբանե նախատեսել էինք, որովհետև անարդարացի կլիներ, որ հունվարի 1-ից հետո ումը լրանա իրենք ստանան, իսկ ումը արդեն իսկ լրացել է եւ մարդիկ կենթանի են, չկարողանան այդ հնարավորությունից օգտվել։ Մենք ի սկզբանե նախատեսել էինք, որ պետք է ունենա հետադարձության ուժ, որ իրենց եւս այդ պարգևը հասնի։ Նատալի, իսկ ընտանիքի անդամների համար արդյոք դա անակնկալ էր, որովհետև մարդիկ միշտ չէ, որ իրազեկեն իրենց վերաբերող կարգերից, օրենքներից, լավերից էլ, վատերից էլ, արդյոք եղել են դեպքեր, երբ անակնկալի են եկել մարդիկ, երբ որ իմացել են, որ իրենց տարեց հարազատին, տատիկին, այսպեսի պարգև է սպասվում։ Բնականաբար շատերի համար դա զարմանալի է եղել, որ մեր համապատասխան վարչության աշխատակիցները զանգահարել ասել, որ գիտեք, նման նախագիծ ունենք եւ ձեր տատիկին 1 միլիոն դրամ են պետք է նախատեսենք, իրենց համար դա զարմանալի է եղել, բայց հետո շատ շնորհակալ են եղել եւ ջերմորեն ընդունել են, այսինքն տեղեկատվությունը միջև օրս այդքան էլ տեղ չէր հասել, իհարկե մենք դրա վրա աշխատում ենք, բայց այնուամենայնիվ արձագանքները շատ դրական են եղել եւ ես մի կարեւոր բան եմ ուզում արձանագրեմ, որ այս նախագիծը այն նախագծերից է, որ հողի վրա դրա արդյունքում մենք զգացել ենք եւ այդքան ջերմություն, որ տատիկներից մենք ստացանք, երևի թե մեր ամբողջ կյանքի ընթացքում չէինք ստացել, շատ մթնոլորտ եւ ջերմություն աննկարագրելի էր փոխանցել։ Հրաշալի, ես էլ հաճախականատես եմ լինում դրան, իսկապես եւ ընդունված տեսակետ կա, որ այն ընտանիքներում, որտեղ տարեցներին լավ են վերաբերում, խնամում են, իսկապես սիրում են, նրանք երկար են ապրում եւ այն անձինք, որ այսօր 100 տարեկան են, բոլորը գրեթե երկրորդ աշխարհամարտի մասնակիցներ են։ Իրենք նշեցին, որ 4 պատերազմ են տեսել ու տենց պատմում էին մանրամասնությամբ, հատկապես առաջին աշխարհամարտի մասով, ու բավականին հետաքրքիր է նման մարդկանց առհասարակ լսելը։ Իրենք շատ մեծ փորձառություն ունեն եւ շատ հետաքրքիր է ինձ լսելը։ Եվ կասեք, թե 2026-ի համար որքան նախատեսված գումար արդեն դա ներառված է բյուջեում։ Այս պահի դրությամբ մեր համապատասխան վարչության ֆինանսական վարչությունը արդեն 31 անձի փոխանցումը կատարել է եւ նախատեսվում է դեռևս մնացածի փոխանցումներն կատարել, այսինքն մոտ 16 հոգուներ պետք է փոխանցումները կատարվեն, իրենց 100-ամյակը լրանալուց հետո փոխանցումները կսկսեն կատարել 2025 թվականի ընթացքում։ Ինչ որ ժամկետ կա ծննդյան օրվանից հետո։ Լրանալուց անմիջապես հետո սկսվում է գործընթացը, մոտավորապես ծննդից հետո մոտավորապես 10-15 օրվա ընթացքում փոխանցումները կատարվում են, մինչև գտնում ենք տվյալ տատիկին, կոմունիկացնում ենք եւ այլն, մոտավորապես 10-15 օր տևում է միջինը, բայց այնուամենայնիվ փորձում են շատ ավելի արագ կազմակերպել այդ ամենը։ Հրաշալի է։ Իսկ մենք միշտ անդրադառնում ենք նաև սեռերին, կանայք են երկարակյաց, մեծամասնությունը կանայք են։ Կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ, չեն կարող ասել ինչի հետ է պայմանավորված։ Մեր եթերում ասել են կանայք ավելի ուշադիր են առողջությանը, թնգթնգում են, բժշկի գնում են, իսկ պապիկները անգամ եթե ցավ ունեն, երբևէ չեք լսել, չէ՞ բողոքող պապիկի մասին։ Ես մի հատ հավելում անեմ, ընդհանուր թիվը 48-ն է, այսինքն համ լրացածների թիվը եւ ումը պետքա լրանա։ Ընդհանուր մենք ունենք Երևան համայնքում 48 100-ամյակը լրացած եւ ավել քաղաքացիներ եւ 31-ը արդեն իրենց փոխանցումը կատարել են։ Մնացածները հնդածս իրենց 100-ամյակը լրանալուց հետո կկազմակերպեն։ Հրաշալի է, կեսից ավելին արդեն ստացել են։ Այո։ Եվ իրենցից 33-ը կին են եւ 15-ը տղամարդ։ Մեր ունեցած տվյալներով։ Էլի լավ հարաբերակցություն է։ Հրաշալի։ Նախորդ տարիների վերլուծությունը անելով մենք պարզել էինք, որ նախորդ 6 տարվա ընթացքում 177 քաղաքացու 100-ամյակ է լրացել, այսինքն միջին հաշվով դա գալիս է մոտ 30 քաղաքացի տարեկան, 30-ից ոչ ավելին։ Եւ հաջորդ տարիներին եւս այս պահի տվյալներով հնարավոր է լինեն ավելին, բայց հուսով ենք Մարդիկ գնալով երկարակյաց են դառնում։ Այո, դա աստված, որ քանի գնա ավելին աճի, վիճակագրությունը ցույց տա, որ 30-ը միջինը դառնում է 35 եւ 40, այդ բերից քաղաքային իշխանությունը չի վախենա եւ բաց ճակատով գնացել ենք այդ որոշմանը եւ հուսով ենք այս նախագիծը պատմական նշանակություն կունենա, սա ժամանակավոր չի լինի, ճիշտ է մենք ենք նախաձեռնություն արել, բայց ուզում ենք, որ երկար կյանք ունենա տևի
տարիներ, տասնամյակներ, որովհետև դա ավականու որոշում է, դա մինչև չեղարկվի, պետք է ինքը շարունակական գործողության մեջ լինի, դա օրենքի ուժ ունի։ Եվ հուսով ենք, որ տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ այս որոշումը կիրառվի, ավանդույթ լինի։ Քաղաքացիներն էլ գոհ կլինեն, որ քաղաքային բյուջեն, որ գոյանում է հարկերից, այս մի տեղում միաձայն բոլորը միանշանակ կողմ կլինեն, որ խրախուսեն երկարակեցությանը, որտեղ բոլորն էլ հնարավորություն ունեն երկար ապրելու եւ պարգև ստանալու դրա համար։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք, որ այս հանդիպումը կայացա, որ այս ուղակի առանց որևէ բացասական երանգի այս լուրը փոխանցեցինք մեր հայրենակիցներին, խրախուսելով երկար ապրել, առողջ ապրել։ Շնորհակալություն։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի am.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք Երկրորդշնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ, առողջ երկար կյանք եմ մաղթում։